Ամերիկա-իսրայելական կոալիցիոն դաշինքի հերթական բլեֆը երկու շաբաթ շարունակ տարբեր խողովակներով, լրատվամիջոցներով, ամերիկյան կողմի բարձրաստիճան պաշտոնյաների ընդհուպ Թրամփի մակարդակով հայտարարություններ եղան, թե բանակցում են, պատերազմը Մերձավոր Արևելքում մոտենում է ավարտին, սակայն ըստ փորձագետների ակնհայտ էր, Թրամփը տակտիկա է փոխում, ժամանակ շահում Իրանին ավելի մասշտաբային հակահարված տալու համար։ Կարծում եմ, որ այս պահին Միացյալ Նահանգները նախապատրաստում է ցամաքային գործողություններ, քանի որ բոլոր կարմիր գծերը գրեթե հատված են, այդ թվում նաև քաղաքացիական բնակչությանը հասցվող հարվածները, այդ թվում նաև կրթական, ուսումնական եւ գիտական կենտրոններին հասցվող հարվածները։ Ամերիկա-իսրայելական ուժերի Մինաբի դպրոցը հրթիռակոծելը, 165 երեխաների կյանք խլելը կարծես թե հետդարձի չբերեց կոալիցիոն զինված ուժերին։ Հիմա ամերիկա-իսրայելական դաշինքը ավելի շատ հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակավայրերին, մշակութային, գիտական ու արդյունաբերական կենտրոններին։ Ընդդեմ Իրանի պատերազմում դաշինքը հարվածել է Թեհրանի 2 համալսարաններին։ Թեհրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում գտնվող իսրայելական եւ ամերիկյան համալսարաններին ի պատասխան իրանական 2 բուհերի ռմբակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ին ժամանակ է տվել իրականացված հարձակումները դատապարտելու համար։ Կորպուսը հայտնել է, եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է զերծ պահել տարածաշրջանում գտնվող իր համալսարանները պատասխան հարվածներից, ապա պետք է մինչև մարտի 30-ը Թեհրանի ժամանակով կեսօր դատապարտի բուհերի ռմբակոծությունները։ Իդեպ Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս հայտարարություն տարածեց, թե ելնելով անվտանգության միջոցառումներից եւ հաշվի առնելով Արևմտյան Ասիայի եւ Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների հնարավոր թիրախավորման վերաբերյալ Իրանի հնչեցրած սպառնալիքները, համալսարանում օրվա բոլոր դասերը կանցկացնի առցանց ձևաչափով։ Ըստ հաղորդագրության որևէ սպառնալիք չի արձանագրվել եւ խուճապի պատճառ չկա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում հայերենով շնորհակալություն է հայտնել Երևանին, նշելով, թե Հայաստանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ։ Քաղաքագիտական համայնքը բացառում է, թե իրանական կողմը կարող է հարվածներ հասցնել Հայաստանում գտնվող ամերիկյան կենտրոններին, համալսարան, դեսպանատուն կամ ինչ-որ խոշոր ընկերություն։ Կարծում եմ Հայաստանի հետ կապված իրական որևէ վտանգ չկա կոնկրետ Իրանի կողմից, ավելին Իրանը իր դիրքորոշումը այս մասով բավականին պարզ է հայտարարել, որ այն երկրները, որոնք հարթակ չեն դառնա Իրանին հասցվող հարվածներին, այդ երկրները շարունակում են Իրանի համար մնալ բարեկամ երկրներ։ Իդեպ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, թե հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներն իրատեսական չեն։ Երբ Միացյալ Նահանգներից բանակցությունների առաջարկ է ստացվում, բոլորը զգուշանում են։ Մենք լավ գիտենք, թե որ շրջանակներն են մեզ համար ընդունելի։ Տարբեր անվանումների ներքո փոխանցված նյութերը, օրինակ 15 կետերը կամ ավելի քիչ կամ ավելի շատ, եղել են անիրատեսական, անտրամաբանական եւ պարունակել են չափազանցված պահանջներ։ Թեհրանը չի հավատում, որ Վաշինգտոնը պատրաստվում է բանակցություններ վարել, քանի որ ԱՄՆ-ն արդեն 2 անգամ հարձակվել է Իրանի վրա բանակցային գործընթացի թեժ պահին՝ 2025 թվականի հունիսին եւ 2026 թվականի փետրվարին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։